Քննիչը բարձրաձայնում է, ասում է կոճեր է անում, ասում է ինչ կոճ է անում, ասում է բղավում էր առանց Նիկոլ Հայաստան կամ ԿՊ Գյումրիում տեղ չունի, ասում եմ այո, ենթադրենք անձը եկել է, որոշակի իր դժգոհությունն է հայնում, լավ է, վատ է, թողնում ենք մի կողմ, ասում է առանց Նիկոլ Հայաստան, մենք հեղափոխության ժամանակ բոլոր ազգը ճունում էր մեր Սերժին, նույն բովանդակությունն են ասում ենք մեջել, այսինքն առանց Սերժի Հայաստան, հիմա են մարդը ասում է առանց Նիկոլ Հայաստան, այդ որ վերցնենք, ազգի կեսին պետք է հետ գնանք, այդ ով որ հանգարցել է մեր Սերժին, դրա համար, այսինքն գնահատում են այնպես, որ եթե դու ասում ես առանց Նիկոլ Հայաստան, ուրեմն դու հրահարել ես զանգվածային անկարգության, ասում եմ ինչ կոճեր է արել, որ դուք ասում եք կոճ է արել, ասում են բղավում էր և երևում է, օբյեկտիվորեն երևում է, որ անձը կոչում է առանց Նիկոլ Հայաստան կամ ԿՊ Գյումրիում տեղ չունի, ԿՊ-ին պետք է վտարել, այս կոմենքում։ Այդ իր քաղաքական կարծիքն է, բայց դա չի նշանակում, որ դա զանգվածային անկարգության կոչ կարող է լինել։ Բացի դրանից, տեսեք, տարբեր անձանց դեպքում տարբեր մեղադրանքների տարբերությունն է։ Մի մասին ասում են, որ հավաքներին մասնակցելուն հարգադրել եք անձանց։ Այն անձանց, ովքեր զանգել են մշակութային տներ, մանկապարտեզներին բերել են։ Այսինքն որոշակիորեն իրենք ընդունում են, որ այդտեղ հավաք է։ Հա, եթե պարտադրել են, օքեյ, այդ մարդկանց հետ հարգեք քրական։ Բայց ընդունում եք արդեն որ հավաք է որոշակիորեն եւ հավաքների մասին օրենք գոյություն ունի։ Այսինքն անձին չի կարելի մեղադրել նրա համար, որ մասնակցել է որոշ հավաքների։ Այդ թվում մենք կարող ենք գտնվենք մի հավաքի, բայց ինչ որ կոճեր անենք, ինչ որ մեր անհամաձայնությունը, թե քաղաքային իշխանության հետ, թե երկրի իշխանության հետ, բայց դա չի նշանակում, որ ամեն հավաքի մասնակից նաև զանգվածային անկարգության օբյեկտ կարող է հանդես գալ եւ իրեն հիմա տանում են, երբ որ զանգվածային անկարգության այդ մասնակիցների դեպքում ասում ենք հարգելիս մարդը իրավունք ուներ հավաքի մասնակցելու, ասում են այդ հավաք չի եղել, մի խումբ անձիկ նախնական համաձայնության գալով զանգվածային անկարգություն են կա, բայց մյուս մեղադրյալների մասով արդեն ասում են չէ, այսպիսով այնքան տարբերություններ կան նույն իրենց մեղադրանքների մեջ, արդեն իրենք էլ են կարծես թե խճճվել եւ այս գործը չգիտես, ուղղակի իմ կարծիքով այս բան պետք է որ բազմաթիվ անձանց ընդրվեր խիստ մեթոդներ, խիստ ոչ թե ես կասեի ոչ թե խափանման միջոցներ, այլ պատիժ, որը արդեն այս խափանման միջոցները որոշների դեպքում պատժի տարեր է պարունակում։ Այսինքն սա պատժիչ գործողություններ են, որովհետեւ երևի թե հետագա գործողությունները արդեն 10 լինի, էլի 10 տվեցին, էլի քաղաքացիների